Իրան-ամերիկյան բանակցությունները հարցականի տակ Լիբանանին իսրայելյան ավիահարվածներից հետո Թեհրանը բանակցելու իմաստ չի տեսնում Լիբանանում ազգային սգո օր է։ Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցողական տրանսֆորմացիայի փուլում են, Փաշինյանի խոսքով դրանք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չեն գալու։ Թրամփի ուղին հայ-ղազախական երևանյան բանակցությունների առանցքում օրակարգում նաև ավիացիոն ուղիղ կապի եւ երկաթուղու հարցերն են։ 250,000 դրամ մերձավոր արևելքից եւ Հնդկաստանից շտապ վերադարձած քաղաքացիներին գործադիր է կփոխհատուցի ավիատոմսերի ծախսերը։ 45 տրոլեյբուսները ուշանում են Իրանի դեմ պատերազմի պատճառով Երևանը խցանումներից բեռնաթափելու համար, որ փուլում է աչափնյակի մետրոյի շինարարությունը։ Ռոսել Խոզնաձորը խստացումների է գնում, որ ապրանքների ծագումն է կասկածներ հարուցել եւ ինչ խնդիրների կբախվեն հայ արտադրողները։ Արդյոք Հայաստանը կլքի ԱՊՀ-ն, Լեբեդևը պնդում է Երևանը նման մտադրություն չունի, խնդիրները ՀԱՊԿ-ի հետ են։ Սխալ կայանման դեպքում մեքենաները կէվակուացվեն, քաղաքային իշխանության պայքարը խցանումների դեմ։ Արմենիայի եթերում դրությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Լիբանանում այսօր սգո օր է, կառավարական շենքերի վրա իջեցվել են ազգային դրոշները, Իսրայելի լայնածավալ հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 250-ը, վիրավորներին 1000-ը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել Իսրայելին դատապարտող հայտարարություններով, նշել, որ Լիբանանին իսրայելական բանակի հարվածները սպառնում են ձախողել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարը։ Իր հերթին Նեթանյահուն հոխորտացել է, թե Իսրայելը մտադիր է շարունակել հարվածները Լիբանանում Հեզբոլլահի կառույցներին։ Իրանում էլ զանգվածային հարահավաքներ են ի նշան Լիբանանի հետ համերաշխության։ ԱՄՆ-ի ու Իրանի միջև հայտարարված երկշաբաթյա բանակցային գործընթացի պայմանավորվածությունից ժամեր չանցած իսրայելական զինված ուժերը հրթիռային ավիահարվածներ հասցրին Բեյրութին, քաղաքի կենտրոնական Մազրա, Մանար, Էյն էլ-Մրեյս եւ Բարբուր շրջաններին, նաեւ հարավային Արվարձանի 8 շրջաններին։ 160 հրթիռային հարված 10 րոպեների ընթացքում։ Մարդիկ խուճապահար մի կերպ իրենց այսօրային կողմ են նետում պատը սպառվելու համար։ Լիբանանը ագանադես եղավ ամենամեծ արյունալի օրին։ Սոցիալական ցանցերում Բեյրութում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները գրառումներ կատարեցին, տեսանյութեր տարածեցին։ Բեյրութ հայաբնակ թաղամասեր ունի, հրթիռակոծված հատվածներում հնարավոր է հայեր կան։ Հայկական համայնքի մեջ բարեփոխտապար մենք զոհեր կամ վիրավորներ չունենք, ոչ էլ փլադակ թաղամասեր ունենք, բայց գրնանք հանդիպիլ, նա ոչ ոք կրնա իմանալ մինչև վերջնական ծանգերու հայտարարությունը, որովհետև հիմա Բարբուր, Կորնիշ, Մազրահա, Այնեցինի, Հայսելլում եւ այլն այս շրջանները, այսինքն հայկական կամ հայաբնակ շրջաններ չեն, բայց այդ մեկը չարքիլ էր, որ գրնան հայեր նաեւ բնակիլ։ Երկին ցավը կմնա մեր ցավը, մտահոգությունը, վախը, այս բادرազմական վիճակը վերջո մենք Սերբին 18 համայնքները մեկն ենք, մենք կարևոր մասնիկ ենք ողնաշարին եւ երկրին ցավը մեր ցավն է։ Ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերին բնորոշ ձեռագիրն է հայտարարել զինադադարի բանակցային գործընթացի մասին, բայց մինչև այդ կամ դրանից հետո թիկունքից հարվածել բանակցող մյուս կողմին։ Իսրայելը անտեսեց Իրանի 10 կետերի մաս կազմող պահանջներից մեկը՝ Լիբանանին չհարվածելը։ Այս պատերազմը Իսրայելի պատերազմն է, Իսրայելի լոբբիի պատերազմն է։ Միացյալ Նահանգները փորձում են դուրս գալ այս պատերազմից, բայց իրեն երևի թույլ չեն տա դա անել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Եվրոպացի պաշտոնյան կոչ է արել հրադադարի ռեժիմը տարածել նաեւ Լիբանանի վրա։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X-ի էջում գրել է, թե Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում Լիբանանում մասշտաբային ավերածությունները։ Իսրայելի գործողությունները լուրջ լարվածության տակ են դնում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հրադադարը, որը պետք է տարածվի նաեւ Լիբանանի վրա։ Իսրայելին ձեռ չի տալի խաղաղությունը, որովհետեւ ինքը շատ լավ գիտի Նետանյախուն, որ խաղաղություն հաստատելուց հետո, եթե իրոք խաղաղություն հաստատվի, ինքը քրեական պատասխանատվությամբ է ենթարկվելու։ Քաղաքակիրթ արևմուտքի համար ըստ փորձագետների նոր տակտիկա է բանակցային գործընթացները իրանական կողմի հետ հաջող կանցնեն, թե ոչ, կգան կողմերն ընդհանուր հայտարարի, ժամանակը օգտագործել նոր թիրախներ ոչնչացնելու ուղղությամբ։ Ամերիկա-իսրայելական թիրախը կրկին Լիբանանն է։
Ըստ փորձագետների, Իսլամաբադում ամերիկա-իրանյան բանակցային գործընթացում ամերիկյան կողմը հնարավոր է, որ համաձայնության գա միայն Իրանի նկատմամբ սանկցիաներ չկիրառելու հարցում։ ԱՄՆ-ն օրինակ որոշ ժամանակ Թեհրանին հնարավորություն կտա Հորմուզի նեղուցը օգտագործել եկամուտ ստանալու, Իրանում հսկայական վնասները վերականգնելու համար։ Տրամպը ակնարկել է, որ հնարավոր է նա հանի պատժամիջոցները, չեղարկի պատժամիջոցները, Իրանը հնարավորություն ունենա վճարումներ ստանալ այն նավերից, որոնք անցնում են նեղուցով, Հորմուզով։ Ամերիկյան բիզնեսը թույլատրվել մոտ գործել իրանական շուկան, դեպքում 100 միլիոնանոց շուկա է։ Ամերիկյան պատվիրակությունն ուղևորվում է Իսլամաբադ, որտեղ պետք է հանդիպի իրանցի գործընկերների հետ։ Այսինքն նրանց հետ, ովքեր դեռ չեն հայտնվել ամերիկյան ռումբերի ու հրթիռների տակ։ Փորձագետների մի մասը համարում է, որ զինադադարն արդեն փլուզված է։ Սպիտակ տան մամուլի խոսնակն է լրագրողների ճեպազրույցում հայտնել, թե Թրամփը աղբար կղն է նետել Իրանի 10 առաջարկները, որակելով դրանք անլուրջ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի արտգործնախարարությունը վշտացած է Լիբանանին հասցված հարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի եւ ավելի քան 1000 վիրավորների մասին լուրերից, ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության X-ում տեղադրված հաղորդագրության մեջ։ Արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ շուտապույտ ապաքինում մաղթել վիրավորներին, հույսով, որ բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն։ Լիբանանին հասցվող Իսրայելի շարունակական հարվածները անիմաստ կդարձնեն Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իսլամաբադում նախատեսված բանակցությունները, X-ի իր էջում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Սիոնիստական ռեժիմի կրկնվող ագրեսիան Լիբանանի դեմ հրադադարի նախնական համաձայնության բացահայտ խախտում է, սա խաբեության եւ հնարավոր պայմանավորվածությունները չհարգելու վտանգավոր ազդանշան է, նման գործողությունների շարունակումը բանակցությունները կդարձնի անիմաստ, գրել է Փեզեշքյանը, ավելացրել, որ Իրանի զինված ուժերը ձեռքերը պահում են ձգանին։ Իրանի հակառակորդները երբեք չեն հասնի Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը, հայտարարել է Իրանի փոխնախագահ եւ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։ Ծրագիրը սահմանափակելու հակառակորդների պնդումներն ու պահանջները լոկ երազանքներ են, որոնք գերեզման կգնան, ասել է Էսլամին։ Նրա կարծիքով Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ նրանց ոչ մի արդյունք չի բերել եւ հիմա նրանք ցանկանում են փորձել զիջումներ կորզել Թեհրանից բանակցությունների ժամանակ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բարեխիղճ բանակցությունների դեպքում ճշգրտել ուրանի հարստացումից հրաժարվելու վերաբերյալ Իրանի նկատմամբ իր պահանջները, սակայն Լիբանանի հարցում նրա ձևակերպմամբ թյուրիմացություն է տեղի ունեցել, քանի որ Վաշինգտոնը ոչինչ չի խոստացել։ Նախագահ Թրամփն էլ True Social-ում գրել է, թե Միացյալ Նահանգները կպահպանի ռազմական ներկայությունը Իրանի մոտակայքում մինչև համաձայնագրի ամբողջական կատարումը։ Նա ընդգծել է, որ պայմանավորվածությունների ձախողման դեպքում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Հորմուզի նեղուցը բաց է ամերիկյան նավերի համար, սակայն անցումը հնարավոր է Իրանի համաձայնությամբ եւ թշնամական վարքագծի բացակայության դեպքում, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։ Ըստ ՏԱՍ-ի հրադադարի համաձայնագրի շրջանակում Իրանը Հորմուզի նեղուցով օրական բաց կթողնի ոչ ավելի քան 15 նավ։ Միաժամանակ Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցում այլընտրանքային նավագնացության ուղիներ խուսափելու ծովային ականներից, իսկ նաեւ ՏԱՍ-ին գործակալությունները հրապարակել են քարտեզ, որը ցույց է տալիս նեղուցի կենտրոնական մասում վտանգավոր գոտի նշումով մեծ շրջանակ, որտեղ Պահապանների կորպուսը ծովային ականներ է դրել։ Այժմ կանք Հայաստան, Երևանում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը, Երմեկ Կոշերբայևը արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախառանձնազրույց է ունեցել, ապա դիվանագետները շփումները շարունակել են ընդլայնված կազմով։ Ղազախական պատվիրակությունը մեր երկիր է եկել Բաքվից, հիշեցնեմ, երեկ նրանք Ադրբեջանի նախագահի հետ քննարկել էին Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող թրիփ երթուղու հարցերը։ Այսօր արդեն Երևանում հայ եւ ղազախ պաշտոնյաները ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը։ Նախարար Միրզոյանը նշել է, որ տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը։ Հայ-ղազախական հանդիպումներում ի դեպ քննարկում է եղել նաև ավիացիոն ուղիղ կապի հաստատման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ խաղաղության խաչմերուկ նախագծին եւ դրա շրջանակում երկաթուղային ոլորտին։ Մեր լայն օրակարգում հատուկ պետք է ընդգծեմ մեկ կարևոր մեր երկու երկրների տարածաշրջանների տնտեսական զարգացման համար առանցքային ուղղություն փոխկապակցվածությունը։ Համոզված եմ, որ տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը
այդ թվում Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տրամաբանությամբ կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը եւ միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Հայաստանը Հարավային Կովկասում հանդիսանում է Ղազախստանի հուսալի քաղաքական եւ առևտրատնտեսական գործընկերը։ Վստահ եմ, որ մեր երկկողմ բանակցությունները կնպաստեն առևտրի, տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմանը։ Ռուսաստանի թիկունքում ոչինչ չենք պատրաստվում անել, Փաշինյանն է այսօր հայտարարել ճեպազրույցում։ Նրա խոսքով երկու երկրների հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ նա այդ process-ը դրական է գնահատում։ Պուտինի հետ եւս մեկ հանդիպում նախատեսված է հունիսի 2-րդ կեսին, ասել է Փաշինյանը, հավելելով, եթե ընտրվի։ Նախ դարձյալ Մոսկովյան վերջին այցի մասին վարչապետն ասում է Ռուսաստանի նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել, տեսախցիկներից հեռու միայն ճաշի սեղանի շուրջ են նստել։ Փաշինյանը վերահաստատում է իր կարծիքով Պուտինի հետ այս շփումը դրական էր, իսկ մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Այն ինչ որ ես ասել եմ, նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումներ այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասի։ Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ մենք մեր սկզբունքը շարունակապար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ի պատասխան օրակարգում թևածող հարցի, ինչպես հենց Փաշինյանն էր ձևակերպել, Մոսկվայից հայտարարել են, թե չեն բանակցում ոչ Երևանի, ոչ էլ Աստանայի հետ հայկական երկաթուղիների ռուսական կառավարումը Ղազախստանին վաճառելու շուրջ, բայց հիմա մեր երկրում է Ղազախստանի արտգործնախարարը։ Երևանը, թեպետ ըստ Փաշինյանի, շարունակելու է Ռուսաստանի հետ բարեկամական երկխոսությունը, այս հարցում Մոսկվայի խոսքից կանցնի, առանձին հայ-ղազախական շփումներում այնուամենայնիվ կա երկաթգծի հարցը։ Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը, իսկ Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ։ Նախքան Երևան հասնելը Աստանայի գլխավոր դիվանագետի պատվիրակությունը Բաքվում էր։ Ալիևի հետ քննարկել են թրիփի հարցերը։ Սյունիքով անցնելիք այն նույն Թրամփի խաղաղության ու բարգավաճման երթուղու, որ բացառապես հայ-ամերիկյան նախագիծ է։ Երրորդ երկրներն ինչու են այն քննարկման առնում։ Լրագրողի հարցին Փաշինյանն օրինակով է արձագանքում։ Որ տրանսպորտը որևէ երկիր իր մի սահմանից ապրանքը վերցնում է, տանում է մյուս սահման։ Չէ, այսինքն Չինաստանից վերցնում է, ենթադրենք տանում հասնում է Ադրբեջան։ Իրան հարկավոր է հասկանալ Ադրբեջանով ոնց կարա շարունակվի, ինչ տարբերակներ կան։ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության շուրջ համաձայնության են եկել ըստ Փաշինյանի նախ յուրաքանչյուրն իր անվտանգությունն ապահովելու նպատակով, բայց եւ այսպիսով նույն լծակն են ստեղծել նաեւ դիմացինի համար։ Ուրեմն եթե խաղաղությունը հաստատված է, ինչու Բաքվում որոշեցին Երևան չգալ առաջիկա աշնանը եվրոպական քաղաքական համայնքի ժողովներին մասնակցելու համար։ Վարչապետն այստեղ հիշեցնում է, նախորդ տարի էլ քոփ գագաթնաժողովներ Ադրբեջանում ինքը չգնաց։ Այս էլ են դեպքնա կներեք, որն է չի որ արկելակը սեղմեցիր, վերջ։ Վերջ եկեք ժողովուրդ ջան, արձանագրենք, որ մենք արդեն մոտ 40-ամյա թշնամանքի մասին ենք խոսում։ Այսինքն այդ 40-ամյա թշնամանքը տենց բան է, որ ասենք անջատիցը անջատեցինք եւ վերջ։ Փաշինյանը նաև վստահ չէ, թեկուզ այս տարի էլ, երբ արդեն նախաստորագրված խաղաղությունը կա ի տարբերություն քոփ գագաթնաժողովի ժամանակների, եթե Բաքվում հավաքվեին եվրոպացի քաղաքական գործիչները, ինքն Ադրբեջան արդյոք կգնար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ 250,000 դրամ մերձավոր արևելքից եւ Հնդկաստանից շտապ վերադարձած քաղաքացիներին գործադիր է կփոխհատուցի ավիատոմսերի ծախսերը։ 45 տրոլեյբուսները ուշանում են Իրանի դեմ պատերազմի պատճառով։ Երևանը խցանումներից բեռնաթափելու համար որ փուլում է Աչափնյակի մետրոյի շինարարությունը։ Ռոսել Խոզնադզորը խստացումների է գնում, որ ապրանքների ծագումն է կասկածներ հարուցել եւ ինչ խնդիրների կբախվեն հայ արտադրողները։
Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ուկրաինայի թեմայով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումները շարունակվում են, սակայն դրանք կրում են ոչ պաշտոնական և գաղտնի բնույթ, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով երկխոսության վերսկսման հեռանկար երկար ժամանակ չկար, քանի որ ամերիկացի միջնորդները զբաղված էին այլ հարցերով։ Ռուսաստանը շարունակում է աշխատել նախագահի կողմից առաջադրված խնդիրների վրա, ապահովելով ռազմական հատուկ գործողության դիվանագիտական բաղադրիչը, ասել է Լավրովը։ Իդեպ Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ զինվորների մարմիններ են փոխանակել, 41 զինծառայողի մարմինները հանձնվել է Ռուսաստանին, Ուկրաինային հանձնվել է 1000 զինվորի մարմին։ Վերադառնանք Հայաստան, գործադիր է կփոխհատուցի Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից շտապ վերադարձած քաղաքացիների ավիատոմսերի ծախսերը։ Որոշումը ընդունվել է կառավարության նիստում։ Փոխհատուցումը կկազմի մինչև 250,000 դրամ կախված տոմսի փաստացի արժեքից։ Աջակցությունը կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք վերադարձի տոմսերը ձեռք են բերել բարձր գնով։ Միաժամանակ փոխհատուցում կստանան միայն այն դեպքերում, երբ ուղևորները ավիաընկերություններից գումար չեն ստացել։ Եթե փոխհատուցումը եղել է մասնակի, կառավարությունը կփակի տարբերությունը մինչև սահմանված առավելագույն շեմը։ Որոշման համաձայն փոխհատուցումը կկազմի մինչև 250,000 դրամ և կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել ավելացված արժեքով։ Վճարումը կատարվում է տոմսի փաստացի գնի չափով, բայց ոչ ավել, քան սահմանված սահմանաչափը, և միայն այն դեպքում, եթե ուղևորը ավիաընկերությունից փոխհատուցում չի ստացել։ Եթե ավիաընկերությունը մասնակի փոխհատուցել է ծախսերը, կառավարությունը կփակի տարբերությունը 250,000 դրամի սահմաններում։ Փոխհատուցումները նախատեսված են նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում, Քուվեյթում և Իսրայելում սովորող ուսանողների համար։ Այն ստանալու համար պետք է օգտվել պետական e-Request AM հարթակից։ Իրանում պատերազմական գործողությունների պատճառով Հայաստան ներմուծվող 45 տրոլեյբուսները ուշ տեղ կհասնեն։ Այս տրոլեյբուսների համար նախատեսված գումարը տրամադրել էր Հայաստանի կառավարությունը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ տրոլեյբուսները Երևան կհասնեն մայիսի կեսերին։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Երևանում տրանսպորտի վիճակին, կարևորել է մետրոյի Աչափնյակ կայարանի կառուցման ծրագիրը։ Կարձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել, և սա էլի շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա, ժամկետները մենք բոլորս ուզում ենք հնարավորինս կարճ լինի, մեր ռազմավարական մտածածն այն է, որ ի վերջո մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում նաև ըստ ամենայնի երթևեկության տրամաբանությունները կփոխվեն և արդյունավետությունները կմեծանան։ Հայկական իշխանը չի կարող նման լինել նորվեգականին, ոչ միայն իշխանի, նաև մի շարք այլ ապրանքների ծագման հարցում կասկածներ ունի Ռուսաստանի բուսասանիտարական կարգավորիչ մարմնի ղեկավարը։ Հենց դրանով էլ բացատրում է խստացումները, որոնց կբախվեն հայ արտադրողները, արտահանողները ռուսական սահմանին։ Տեղացի մասնագետների կարծիքով ծաղիկների հարցում կասկած չի կարող լինել, վերջին շրջանում ջերմատների հեկտարները 1000-ն անցել են։ Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ բողոքները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ, պահպանվում են։ Թեմայի վերաբերյալ օրեր առաջ խոսել է Ռուսաստանի Ռոսպոտրեբնոձոր պետական կարգավորող մարմնի ղեկավարը Սերգեյ Դանկվելտը։ Սա կարելի էր ուղղակի ֆիքսել ու առաջ անցնել, եթե չլիներ նախկին փորձը։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ նման հայտարարություններից հետո հայ արտադրողների ապրանքներում հայտնաբերվում են սահմանված նորմերի էական խախտումներ։ Այն տեսականին և արտադրանքի այն քանակը, որը ստացվում է Հայաստանից, հիմք է տալիս ենթադրելով, որ դրանք ոչ բոլորն ունեն հայկական ծագում։ Մենք այս խնդրանքով զբաղվել ենք և 2024 թվականին և 2023 թվականին։ 3 տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումը 36 միլիոնից հասցրել է ավելի քան 100 միլիոն հատի, և ապրանքների շատ տեսակներ նույն աճն ունեն։ Այդ պատճառով մենք ստիպված էինք բուսասանիտարական ստուգումը սահմանին ավելի մոտ տեղափոխել։ Մեծ քանակությամբ արտադրանք, որն ուղարկվում է Ռուսաստան, չի հասնում նախատեսված վայրեր։ Բացի այդ, Հայաստանից ստացվող բեռներում հայտնաբերվել է շուրջ 900 կարանտինային օբյեկտ, ինչը զգալիորեն բարդացնում է աշխատանքը։
Հայ արտադրողները սակայն նշում են, որ ծաղկի վերաբերյալ ռուսական կողմի ենթադրություններն անհիմն են։ Հայաստանը վերջին տարիներին իսկապես էականորեն մեծացրել է ջերմոցային ծաղիկների արտադրության ծավալները։ 1200 հեկտար ջերմազուն է Հայաստանում։ Դրա մոտ 40%-ը երևի ծաղիկ։ Ինչ որ ծաղիկ տարվում է, դա մեր ծաղիկն է։ Երրորդ երկրից ծաղիկ չկա։ Այդ ուղղակի իրանք մեզ համար ռիպոններ են դնում, որ մեզ են ուզում խեղճացնել։ Բացի այդ, հայկական կողմին նաև որևէ կերպ ձեռնտու չէ երրորդ երկրից ծաղկի վերարտահանումը։ Ծաղկի եվրոպական արտադրությունը հիմնականում կենտրոնացած է Նիդերլանդների ընկերությունների ձեռքում, բայց բուն աճեցման process-ը Նիդերլանդներում չէ, որ կենտրոնացած է։ Հոլանդական ծաղիկը աճացվում է Կենիայում ու Էկվադորում։ Խելքի մոտիկ բան չի, որպեսզի այդ ծաղկը անեն բերեն Կենիայից կամ Էկվադորից ստեղ, հետո ստանան Մոսկվա։ Մրցունակ չի լինի։ Հետո այսօր ոչ Կենիայից է ինքնաթիռ դրվում, դա մենակ ինքնաթիռով է բերվում։ Ոչ Էկվադորից է ինքնաթիռ գալիս Հայաստան։ Բայց ռուսական կողմի կասկածները կապված են ոչ միայն հայկական ծաղիկների հետ։ Խոսքը, ինչպես հասկացանք, նաև սննդամթերքի մասին է։ Նախորդ տարիներին բազմիցս նշվել է, որ լաբորատոր փորձաքննությունները դրանցում ստանդարտներից շեղումներ են ֆիքսել։ Ենթադրվում է, որ հայ արտադրողները եւ պետական վերահսկող մարմինները պետք է որոշակի եզրահանգումների գային նախորդ այդ փորձից։ Ռուսաստանը շատ դեպքերում աչքը փակել է դրա վրա, սակայն որոշակի Ռոսկոմնadzորի խստություններ առաջացրել այն պարագայում, երբ որ եղել են որոշակի քաղաքական անհամաձայնություններ։ Եթե Ռուսաստանը որոշի բիծ գտնել մեր արտահանման վրա, ապա դա դժվար չի լինի իրականացնել։ Մեծ հաշվով վիճակագրությունն է նույնիսկ ցույց տալիս, որ հայ արտադրողներից որոշները գուցե այդքան էլ ազնիվ չեն ռուսական կողմի հետ։ Բնական է, որ ռուսները սա վաղուց ֆիքսելու հաշվի են առել։ Այս պայն մեզ ավելի ցավոտ կլինի հրաժարվել ռուսական շուկային, քան 18 թվականին, որովհետև այս 7 տարիների ընթացքում դեպի Ռուսաստան ԵԱՏՄ արտահանումը 5 եւ ավել անգամ աճել է, դեպի Եվրոմիություն կրճատվել է 5%-ով։ Դեպի Ռուսաստան գնացող ապրանքները, հիմնական գյուղատնտեսական 2.5 եւ ավել անգամ աճել են, սակայն տեղական գյուղատնտեսական կից արտադրանքը կրճատվել է։ Սա ինչ է նշանակում, որ առաջինը մենք մեր արտահանումը աճեցրել ենք վերարտահանման հաշվին։ Ըստ փորձագետների, եթե հաշվի առնենք քաղաքական ենթատեքստը, ռուս չինովնիկների հայտարարությունները տնտեսական լարվածության նոր փուլի հնարավոր մեկնարկի վերաբերյալ հայկական կողմին ուղղված հաղորդագրություն կարելի է համարել, որին տեղական գյուղմթերք արտադրողները պետք է բավականին լուրջ վերաբերվեն։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացումները շարունակվել են աճել, հասնելով 90-ի, ինչը 4%-ով ավելի է նախորդ շաբաթվա վարակներից։ Դեպքերի 7%-ը նոր ծանր սուր շնչառական վարակներ են։ Ամենախոցելի խումբը 0-ից 4 տարեկան երեխաներն են 60% եւ այս խմբում աճը նկատելի է։ 5 երեխա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, մահվան դեպքեր չեն գրանցվել։ Տարածաշրջանում գրիպի ակտիվությունը նվազել է, սակայն RSV վիրուսը շարունակում է ակտիվ լինել, հատկապես փոքր երեխաների շրջանում։ COVID-19-ի ակտիվությունը պահպանվում է ցածր մակարդակում։ Շատ կարևոր է պահպանել կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորինս կնվազեցնեն հիվանդության ուրեմն առաջացումը եւ տարածումը։ Դրանք են շատ մեր կանխարգելիչ միջոցառումներից են ուրեմն հագնվել եղանակին համահունչ, քանի որ ցածր ջերմաստիճանը եւս կարող է նպաստել սպասավոր պայմաններ ստեղծել օրգանիզմին, որպեսզի բաց լինի վիրուսի նկատմամբ, պահպանել հիգիենայի կանոններ, այսինքն լվանալ ձեռքերը, պահպանել հազալ եւ փռշտալու կանոնները։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Արդյոք Հայաստանը կլքի ԱՊՀ-ն, Լեբեդևը պնդում է Երևանը նման մտադրություն չունի, խնդիրները ՀԱՊԿ-ի հետ են։ Սխալ կայանման դեպքում մեքենաները կեվակուացվեն, քաղաքային իշխանության պայքարը խցանումների դեմ։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 24-ն է, որտեղ սպասել ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Սպասված իրադարձություն Հայաստանի մենամարտային սպորտի պատմության մեջ մարտարվեստի տարբեր ուղղություններում հմտացած լավագույն մարզիկները ուժերն են չափելու սիրողական, ապա պրոֆեսիոնալ ձևաչափով։ Հաղթողներին սպասվում են մեդալներ, գավաթներ եւ ամենախոշոր մրցանակային ֆոնդը 15 միլիոն դրամ։ Գրանպրիի եզրափակիչը 10 նորից է, որին կարող եք հետևել Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում երեկոյան 9-ից։
Կադրերում մարզվող առյուծասիրտ մարտարվեստի ակադեմիայի մարզիկները պատրաստվում են Armad Fight Show-ի մրցաշարին։ Գլխավոր մարտացանկի ուղիղ հեռարձակումը ապրիլի 19-ին կցուցադրվի Armenia TV ուղիղ եթերում ժամը 21-ից սկսած։ Հայաստանի ուժեղագույն մարտիկների Grand-Prix-ն կանցկացվի 8 քաշային կարգերում, որակավորման ձևաչափով, որտեղից յուրաքանչյուրում կընտրվեն իրենց հաղթողները։ Armad Fight Show-ի կազմակերպության ղեկավարը նշում է, որ մրցաշարին մասնակցելու են Հայաստանի տարածքում ապրող մարզիկները։ Արմեն Ղուլյանի տեղեկացմամբ ստացել են մոտ 180 հայտադիմում, հավելում է, որ մրցաշարերում հաղթող եւ լավագույն մարզիկների հետ կկնքեն պայմանագրեր։ Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքում պրոֆեսիոնալ կարիերա ստեղծելուն, նաեւ դրա միջոցով գումար աշխատելուն, մենք հնարավորություն ենք տալիս մեր մարզիկներին մարզվելու այստեղ։ Մրցաշարը առանձնանում է խոշորագույն մրցանակային ֆոնդով, ավելի քան 15 միլիոն դրամ։ Երեկոյի գլխավոր իրադարձությունն է Միրան Հարությունյանի վերադարձը հարազատ հանդիսատեսի մոտ։ Ակադեմիայի նախագահի դիտարկմամբ Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր մարզիկներ կան, որոնք հնարավորություն չեն ունեցել զարգացնել իրենց հմտությունները, սակայն հիմա արդեն իրենց տրվել են այդ պայմանները։ Մրցանակակիրներին կտրվեն պատվավոր մեդալներ, իսկ առաջին հորիզոնական զբաղեցրած մարզիկներին նաև գավաթներ։ Մրցաշարը հնարավորություն է տալիս նպատակները իրականություն դարձնել, ասում են մարզիկները։ Մարզվում են ջանասիրաբար եւ քրտնաջան եւ տարբերություն չեն տեսնում, թե ում հետ կմենամարտեն։ Կարևորում են վնասվածքներից խուսափելը եւ տրամադրված են միայն հաղթանակի։ Մրցաշարից հետո նպատակներս միայն առաջ գնալն է, մասնակցել ավելի մեծ պրոֆեսիոնալ ռինգերում, հաղթել եւ բարձրացնել մեր երկրի դրոշը։ Սա շատ մեծ հնարավորություն է մեր մարզիկների համար, մանավանդ փոքր պակալենի տղաների համար։ Գլխավոր մենամարտերի մարզիկներից Հայազգի Գենադի Մակարյանը, ով մրցելու է բրազիլացու հետ, ասում է, հոգեպես պատրաստ է մարտերին, իսկ ֆիզիկապես լավ մարզավիճակում է։ Նշում է, որ երբեք չի փնտրել իրենից թույլ հակառակորդի եւ միշտ է ձգտել մրցել ուժեղագույն մարզիկների հետ։ Ես միշտ մարտերից առաջ ասում եմ, որ երեկոյի լավագույն մարտը լինելու է իմը, եւ ես ամեն ինչ անում եմ դրա համար։ Միշտ հպարտությամբ եմ բարձրացնում դրոշը։ Եվ այսպես մարտացանկից յուրաքանչյուր հերթականը կթեժացնի երեկոն Armenia TV ուղիղ եթերում ապրիլի 19-ին ժամը 21-ին։ Դավիթ Թադևոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Մատենադարանում տեղի է ունեցել «Կյանքս» վավերագրական ֆիլմի պրեմիերը։ Այն ռեժիսոր Սալոմե Կինցուրաշվիլիի հեղինակային աշխատանքն է։ Ֆիլմը եռագրության առաջին մասն է։ Ամբողջ ֆիլմաշարի պրոդյուսերը Տաթևիկ Կարապետյանն է։ Նախագիծը նվիրված է կանանց փորձառությանն ու նրանց սերունդների հավաքական հիշողության ձևավորման ունեցած դերին։ Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունից առաջ Տաթևիկ Կարապետյանը նշել է, թե երբ նախաձեռնել է ֆիլմաշարի պրոդյուսերությունը, մտածել է հայ կանանց դերի մասին, որոնց բաժին է հասել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ եւ կորուստներ։ Իրենք կարողացել են պահպանել հայ կնոջ ոգին, հայ մոր կերպարը, որին մենք բոլորս անսահման սիրում ենք։ Ֆիլմի կանայք անսահման սիրում են իրենց գործը։ Եվ ամենակարևորը, իրենք սիրում են կյանքը, ինչպիսին էլ այն լինի։ Այսօր կայացել է Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը, որի ժամանակ հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանն է ԲՀԿ-ի ընտրացուցակի առաջին համարը։ Ծառուկյանն ինքը հայտարարել է, որ վարչապետ չի լինելու, վարչապետի 3-4 թեկնածու ունեն։ Ծառուկյանը ասել է, թե հներից ոչ մեկի հետ չի պատկերացնում համագործակցություն, հավելել է, եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չի համագործակցի։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի կամ Նարեկ Կարապետյանի վարչապետ լինելուն, ապա Ծառուկյանը ձևակերպել է, թե մենք դա կքննարկենք։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանը չի ծրագրում կրճատել գործակցությունը անկախ պետությունների համագործակցության հետ կամ դուրս գալ ԱՊՀ-ից։ Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Ոչ, Հայաստանի եւ ԱՊՀ համագործակցության կրճատում չի նախատեսվում։ Երևանը շահագրգռված է ԱՊՀ-ի հետ շփումներով, տնտեսական, քաղաքական եւ իհարկե հումանիտար ոլորտներում։ Ռազմաքաղաքական ոլորտում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված նրանք ունեն որոշակի կասկածներ եւ վարդություններ։ Մնացած հարցերում, ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, խնդիրներ չկան, նշել է Լեբեդևը։ Մեքենաների սխալ կայանման դեպքում դրանք կէվակուացվեն արտապատվիրված կազմակերպությունների կողմից։ Կառավարության նիստում խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների մասին նոր օրենքից, Երևանի քաղաքապետն ասել է, թե խցանումների երկու հիմնական պատճառ կա՝ ավտոմեքենաների աճը, տարեկան շուրջ 12000 միայն մայրաքաղաքում եւ վարելու սխալ մշակույթը։ Քաղաքապետը պնդել է, որ խնդրի լուծումը հանրային տրանսպորտի գերակայությունն է, առանձնացված գծերով եւ առավել հարմարավետ պայմաններով։
Ապրիլի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 9:30-ի սահմաններում Նիսան Մուրանոն Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 14-րդ կիլոմետր հատվածում Լերմոնտովոյի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մի քանի պտուղ շրջվելով հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով տուժել է 4 քաղաքացի, ովքեր ծառայում են Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Նրանք տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Մայրաթորը դատապատել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն վերաբերող դրույթների ներառումը։ Հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցու կանոնադրության փոփոխման, ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման եւ նոր ընտրությունների մասին դրույթները հակասում են սահմանադրությանը, եկեղեցու ինքնակառավարման իրավունքին եւ խղճի ու կրոնի ազատությանը։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերականգնել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն դոկտոր Էդիտա Գզոյանին իր պաշտոնում։ Ինստիտուտը դատապարտել է նրա հարկադիր հրաժարականը եւ պահանջել է երաշխավորել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ակադեմիական ազատությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ մի աշխարհում, որտեղ ցեղասպանության հիշողությունը վտանգի տակ է, նման հաստատությունների անկախությունը կենսական նշանակություն ունի թե ցեղասպանության կանխարգելման, թե ավելի խաղաղ ապագա կառուցելու համար։ Մի շարք ցմահ դատապարտյալներ պատժի հետագա կրումը կշարունակեն ավելի ցածր անվտանգային գոտիներում եւ պայմաններում։ Քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովն է որոշել։ Սևան քրեակատարողական հիմնարկում արտագնան նիստի ընթացքում հանձնաժողովը հանդիպել է դատապարտյալների հետ, ուսումնասիրել վերասոցիալականացման, կրթության եւ աշխատանքային ներգրավվածության աստիճանը, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, որ ներկայում քննարկվում է ճանապարհների շերտագրման հատուկ սարք ձեռք բերելու հարցը։ Սարքավորումը շարժվելով ճանապարհի վրա արհեստական բանականության օգնությամբ վերլուծելու է ասֆալտի վիճակը եւ ցուցադրելու է, թե անհրաժեշտ է միջին նորոգում, թե հիմնանորոգում, ինչ խորությամբ եւ ինչ կառուցվածքով շերտ է պետք փոխել։ Սարքի միջոցով հնարավոր է լինելու հայտնաբերել անգամ 70 սանտիմետր խորության ճաքերը։ Դավիթ Խուդայթյանի խոսքով սարքավորման արժեքը 1.2-ից 1.5 միլիոն դոլար է եւ այն տարածաշրջանային նշանակության լուրջ տեխնոլոգիա է։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլանդ ապրանքանիշը։ Իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլանդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է անձրև լեռնային գոտիներում ձյուն, ջերմաստիճանը էապես չի փոխվի, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 6-ից 10 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 10-ից 16, Լոռիում 4-ից 8, Տավուշում 6-ից 10 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 13-ից 15, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 20-ից 24, Սյունիքի նախալեռներում 12-ից 15 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 4-ից 6, ցերեկը 13-ից 16, երեկոյան 10-ից 12 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Հեցի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։